Մերձավանի սպանության գործով անցնող Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եղբոր Պայքար Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվել է գրավ և տնային կալանքի։ Մերձավանում տեղի ունեցած սպանությունից հետո Գրիգորյանի եղբայրը կալանավորվել էր։ Փարաքարի համայնքապետը հրապարակի հետ զրույցում շեշտում է. եղբայրը Մերձավանի սպանության հետ կապ չի ունեցել, վստահ է, քննությունը կպարզի։ Քննությունը հիմա ընթացքի մեջ է, ինձ թվում է բոլորը պարզ կլինել։ Մերձավանի սպանությունը տեղի ունեցավ Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններից առաջ։ Վալոդիա Գրիգորյանը ընդդիմադիր միակ թեկնածուն էր։ Արդյոք սա քաղաքական հետապնդում էր եղբոր նկատմամբ։ Մեր կարծիքով քաղաքական հետապնդման զոհ է դարձել ձեր եղբայրը, թե առնչություն ունեցել է դեպքի հետ։ Չեմ կարող ասել։ Իսկ այդ օրը այդ դեպքի հետ առնչություն ունեցել է Մերձավանի սպանության։ Իհարկե ոչ։ Պնդում են, որ տեսանյութերում արկա է, այնտեղ է։ Դե պնդելը մի ուրիշ բան է, քննությունը կպարզի ամեն ինչ։ Հիշեցնենք փետրվարի 5-ին զինված միջադեպ էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մեհեր Ախտոյանի տան մերձակայքում։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով 1 հոգի զոհվել էր, մեկը վիրավորվել։ Զոհվածը Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է 30-ամյա Գրիգոր Օհանյանը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը։ Մեկ անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, խոսքը վերաբերվում է սպանությունը կատարողին։ Վալոդիա Գրիգորյանի եղբայր Պայքար Գրիգորյանը մեղադրվում է իր մոտ գտնվող չպարզված զենքի գործադրմամբ խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Գործով անցնող 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ ԱՂ-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ՄԽ-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ-ն մահացել է, իսկ Ս-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաքննության ընթացքում քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են բազմաթիվ քննչական և վարույթային գործողություններ։ Գործն ուղարկվել է դատարան։ Լիա Սարգսյան, Հրապարակ։